Ձեր նկարագրածը փակուղի եք նկարագրում փաստորեն հայ-ադրբեջանական բանակցություններում։ Ես բանակցություններու չեմ հավատացած մինչև հիմա եւ Հայաստանի իշխանություններու այն հույսերը, որ մեկ խաղաղության պայմանագրով բիդի խնդիրը բիդի լուծվի Ադրբեջանի հետ, գարդու անհետետ մեկ բան է, մեկ կարծիք է, մեկ վերաբերմունք է։ Բաքվության մեջ շատ տեսած ենք այդ բարակաները ու խաղաղության պայմանագրին ետք միշտ պատերազմը վերսկսած է։ Այնպես որ ես կգարձեմ, որ Բաքուն նաև կսպասե դարաձաշրջանային զարգացումներուն, թե Միացյալ Նահանգներ եւ Իսրայել ինչ պիտի լինեն Իրանի հետ, եթե պատերազմը սկսի, Բաքվի համար պայմանագիրը բոլորովին երկրորդական եւ ավելորդ մեկ բան է, մեկ խոչընդոտ է։ Բայց նկատեցիք, չէ, քանի երկիր էր ոգևորվել, ինչքան միջազգային կառույցներ էին գրեթե ստորագրած համարում այդ պայմանագիրը։ Անգամ Վաշինգտոնի Հայաստանի անվտանգությունը միջազգային գազագերբություններու, միջազգային ուժերու փոքր չէ, իրենց խնդիրը չէ։ Իրենց խնդիրը, ինչպես վերջերս Von der Leyen հայտարարեց, ճանապարհներու բացումն է, արևելք, արևմուտք, արևելք Եվրոպա ճանապարհներու արգայությունը։ Եվ հատուկ նշեց Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան սահմանի բացում։ Եվ այս երեք երկիրներու միջև այսպես համացանության գոյությունն է իրենց համար հետաքրքրական, որտեղ վերջապես գլխուցավ է Հայաստան, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա խնդիրները այս երկիրներու ղեկավարություններու համար գլխուցավ է վերջապես։ Հետաքրքրված չեն իրենք, այսինքն հայկական կողմը պետք է դիտի այս խնդիրը մեր կառավարության կողմը եւ ոչ թե ուրիշներու ծափահարություններով առաջնորդվել։ Մյուս հանգամանքը խաղաղության պատրաստվող երկիրը այդպիսի դատավարություն չէր կազմակերպի Բաքուն, չէ՞, Տիկին Հիլդա։ Բնականաբար եւ իր առաջին զինադատարի պայմանները պետք է իրականացնել, ոչ չէ եղած։ Եվ այսօր այդ պայմանագրի անդեսումեն վերջ այսօր նոր պայմաններ գտնվի եւ այդ պայմանագրի որոշ գեդերը վերցանե Բաքվի իշխանությունը, այսինքն այս մասնավորապես այս հայքերիներու խնդիրը ցցուն մեկ պատկերը կներկայացնե, թե Բաքուն ինչ կուզե Հայաստանի համար։ Իրականում մեջ Հայաստանի այդ դատավարությամբ ինչ է ուզում Բաքուն, Տիկին Հիլդա։ Ուր է տանում։ Ես կգարձեմ, որ Բաքուն Հայաստանի pedagogiության վերջը ուզե։ Բաքվի այսօրվա նպատակը Հայաստանի pedagogiությունը վերջացնել է, եթե ոչ անմիջապես, աստիճանաբար, անմիջապես հարավի վրա իր իշխանությունը հաստատելով, բայց ավելի երկար ժամանակի վրա կգարձեմ, որ կփորձեն եւ Թուրքիան նույն բանն է, իրականության մեջ երբեք չեն երևակայել, որ Թուրքիա եւ Ադրբեջան դարբեր գեցվածներ ունենան Հայաստանի հանդեպ, մեկը շատ ուղղակի գերբով, մյուսը անուղղակի գերբով այդ նպատակը կհետապնդի, կփորձեն Հայաստանը վերածել այսպես արբանյակ երկրիմը, որ ինքնիշխանություն պիտի չունենա եւ որ Ադրբեջանի եւ Թուրքիո այսպես որոշ չափով քաղաքականապես եւ մեծապես տնտեսապես իրենց ենթակայության դա գտնվի այս երկիրը։ Ինչ է պետք հասկանալի է, ինչ է պետք անել, որ Բաքվի այդ կեղծ դատավարության վրա միջազգային ճնշումը լինի համարժեք։ Դեք բոլորս կփնտրենք այդ բանը, այդ միջոցը, բայց Հայաստանի իշխանություններու քաղաքականությունը նաև թերագադարություն ունի այս միջազգային վերաբերմունքի վրա։
Ես կգարձեմ, որ Հայաստանի իշխանություններն են, որ պիտի կարողանան բանը փոխել։ Հանրային գաղձիկը այո կարևոր է, բայց փափուկ ուժ է հանրային գաղձիկը։ Մենք կգնանք հանրային գաղձիկի վրա ճնշել, հանրային գաղձիկներու վրա կգնանք աստել, բայց իսկական քաղաքականությունը Հայաստանի իշխանություններու կողմէ գտնա բեդություններու վրա աստել։ Սա այսինքն հստակ մեկ բան է, հստակ մեկ գործընթաց է, որու բանալին կգտնվի Հայաստանի իշխանություններու ձեռքի մեջ։ Այսինքն Հայաստանի իշխանությունները կարող են Բաքվի հետ բանակցելով լուծել այդ հարցը։ Ոչ միայն Բաքվի հետ բանակցելով, Բաքվի հետ պետք է բանակցի անշուշտ, բայց նաև իրենց Հայաստանի իշխանություններու խոսքը, Հայաստանի իշխանություններու արձարծած նյութերը միջազգային հարաբերություններու մեջ երկկողմանի կամ բազմակողմանի պետք է շատ հստակ կերպով տնե, որ Բաքվի հետ բանակցությունները այսօր այս վիճակի մեջ կգտնվին, ոչ թե հույսեր ներշնչեն եւ այս իրենց խոսույթով նաև իրավունք տան բոլոր անոնց այն ուժերուն, միջազգային ուժերուն, որոնք փորձեն ներկայացնել այս խնդիրը որպես այսպես քրեթե վերջացած խնդիր։ Ես իսկապես բան եմ շատ զարմացած եմ, որ Հայաստանի իշխանությունները այս վերաբերմունք ունին հայքերիներու նկատմամբ։ Միջազգային հայցերը նկատի ունեք։ Միջազգային հայցերը ետ քաշելու խնդիրը։ Դա Բաքվի պայմաններից մեկն է։ Բայց նաև հարաբերություններու մեջ, այսինքն քաղաքական եւ դիվանագիտական հարաբերություններու մեջ ուր է ինչ է դերը, ինչ դեր դված է Հայաստանի իշխանությունը քերիներու խնդրին օրինակ։ Ոչ միայն թադավարություններու, այսինքն միջազգային ադյաններու մոտ Սա մեկ խնդիր, ադիկա շատ փակ խնդիր է, գիտեք վերջապես։ Բայց հանրային գաղձիկի մեջ, միջազգային հանրային գաղձիկի մեջ Հայաստանի իշխանությունները խոսք չեն ասել։ Եվ քաղաքական հարաբերություններու մեջ այս մասին չեն բարձրացնել։ Բա ինչպես եք լուծումը պատկերացնում, Տիկին Իլդա։ Ես անշուշտ որ ներքին քաղաքական բաներով պիտի չսպառվիմ Հայաստանի, բայց կգարձեմ, որ իշխանություններու այս վարկակիցը պետք է փոխվի, եթե այս իշխանությունները պիտի մնան, այս իշխանությունը ինգարձիկով իրավունք չունի այս քաղաքականությունը շարունակելու։ Խոսքը արտաքին քաղաքականության մասին։ Արտաքին քաղաքականության մասին է, բայց նաև ներքին քաղաքականության մասին։ Երբ կխոսվի Արցախի խնդրի վերջնական լուծման մասին, Արցախի ժողովրդի վերադարձը բոլորովին հայ-ադրբեջանական բանակցություններում Տիկին Իլդա Արցախի խնդիր չկա։ Այդպես որոշված է, բայց գիտեք դիվանագիտությունը շատ ավելի մեծ հնարավորություններ կուտա խնդիրները թե բանակցելու եւ միաժամանակ խնդիրները դարբերցելու լուծելու։ Իմ կարծիքով իշխանություններու այս բաներու Ադրբեջանի բանջներուն այսպես խոնարհապար եւ համեստապար մոդենալու այս քաղաքականությունը կարծեմ որ շատ ավելի վտանգ կներկայացնի ապակայի համար եւ կկաչելերե Ադրբեջանի իշխանություններու այս անփարդավան եւ համարձակ քայլերը